Հուսամ ամեն ինչ բարեհաջող է։ Տեսեք մի ինչ կարևոր բան բացահայտում։ Մենք քաղաքական գործիչ ենք համարվում, շատ մարդիկ այդպես մատների արանքով նայում են, նրանք չեն կարող պատկերացնել ուղղակի, թե ինչ փորձություններով եմ ես անցել եւ խոսքը իմ տառապանքների մասին չէ, ոչ էլ մայրիկիս արցունքների։ Դուք բոլորս մայրներ, չէ՞, պատկերացրեք, ձեր մայրիկը 18 տարի ամեն օր գալիս է, մտածելով որ ճակատագրի մասին։ Այդ բոլորը մի կողմ։ Այսօր ես եւ ինձ հասկացողները, իմ մերձավորները, իմ հետևորդները, գործընկերները, նաեւ այլ կուսակցությունների գործիչներ խոսում ենք բացարձակ ժողովրդավարության սահմանադրության նախագծի մասին, որի մասին արդեն այսօր իշխանությունները խոստացել են քննարկել։ Չեմ խաբի ինձ, չեմ խաբի ձեզ, սրանք քննարկելու ընդունակ չեն։ Ազգային օրենքներում, հիմներում փոփոխություն կատարելիս ես հասարակ մի քանի բան էի տվել։ Չի կարելի հիմնում թողնել այնպեսի քարատողեր, որտեղ տղամարդը երկել չի կարող։ Գիշերների ես խուն չեղա, արտասուքով լվացի։ Ազգային օրենքներում այդ տողերը պետք չեն։ Շատ հասարակ բան չի ասած։ Բայց չեն լսում, լսելու ընդունակ չեն։ Կամ էլ KGB-ի մնացորդներից հանձնարարություն է ստացվել Հայրիկյանին անտեսել, բայց հիմա տեսեք։ Արդեն 10 տարուց ավելի շրջանառության մեջ է պատրաստի նախագիծ։ Համեմատության համար իրենք 5 տարի իրենց կոտորում են բարձր աշխատավարձներով, պետական թալանք ունեցելով ու ոչինչ դեռ չեն արել։ Հիմա նոր սահմանադրություն պիտի տան։ Ընդամենը հնի դասագրություններ են անում, բայց անազնիվ կերպով ասում են նոր սահմանադրություն։ Մենք տվել ենք բացարձակ ժողովրդավարության համակարգ ունեցող սահմանադրության նախագիծ։ Թվում է թե ինչ բան է։ Մանավանդ անհատկացողներն են սիրում մի բառ գտնել, որ բացարձակ ոնց կարող է լինել։ Այդ դեպքերում ուզում ես ամենակոպիտ խոսքերով պատասխանել։ Բայց ինչպես է բացարձակ միապետություն լինում։ Ինչպես է լինում բացարձակ բռնապետություն։ Կա, չէ՞։ Հիմա մենք գտել ենք բացարձակ ժողովրդավարական համակարգի բանալին։ Ես մենակ չեմ գտել։ Գտել եմ նախ ստեղծել եմ բանաձև, որով կարելի է բոլոր պետությունների պետական համակարգի ժողովրդավարականության մակարդակը արտահայտել տոկոսով, նույն չափորոշիչներով։ Հիմա թվում է թե իրավագիտական, քաղաքագիտական նորամուծություն է, հայտնագործություն է, շատ կարևոր, բայց եւ ես միշտ նշում եմ, որ ելակետը Հիսուս Քրիստոսի Աստծո առջև չկա տեր, չկա ծառա, դրույթն է, չկա կին, չկա տղամարդ, չկա հեթանոս, չկա հրեա, ասին բոլորը նույնն են, իրավահավասարության գաղափարն է։ Ես այսօր հանկարծ բացահայտեցի, որ ես ինչու եմ խոսում հարցի իրավական, քաղաքագիտական շեշտադրումների մասին։ Մինչդեռ, տեսեք, բոլոր հայերը, հայերի հիմնական մասը բողոքում են, դժգոհում են, չէ՞ որ քրիստոնեական, հայ առաքելական եկեղեցու դեմ, մեր քրիստոնեական արժանապատվի հիմնական կառույցի դեմ ոտնձգություններ են տեղի։ Այսինքն դուք հայ քրիստոնյա եք։ Ողջունել եմ։ Եվ գիտեք, որ ժամանակակից քաղաքակրթության հիմքում ընկած է քրիստոնեական արժեհամակարգը։ Երբեմն ասում են հուդա քրիստոնեական կամ հրեա քրիստոնեական, բայց անկեղծորեն դա ճիշտ չէ։ Որովհետև հրեական արժեհամակարգում կա հրեաների բացառիկության դրույթը, որպես Աստծո ժողովուրդ։ Այսինքն խտրականության տարր կա։ Հիսուս Քրիստոսը այն ժամանակվա հրեական համայնքի կողմից չընկալվեց հիմնականում այդ պատճառով, որ ասաց ոչ, չկա ինձ համար տարբերություն։ Ինքը ապրում էր հրեական միջավայրում, հրեական ընտանիքում էր մեծացել, բայց ասում էր Աստծո առաջ բոլորը հավասար են։ Հիմա քաղաքակրթական այդ կարևորագույն ձեռքբերումը կարող է նոր որակով, այսինքն առարկայական, մաթեմատիկական ճշգրտությամբ հաստատված
իրավագիտական հստակ հիմնավորումներով քաղաքագիտական պետությանագիտությունը նույն քաղաքագիտությունն է։ Մեր քաղաքագետների շատերը չեն հասկանում, որ երբ իրենք խոսում են քաղաքագիտության մասին, պիտի նկատի ունենան, որ դա պետությունն է։ Ինքնակառավարում ունեցող քաղաքները պետության մանրակերտն էին։ Եվ այդպես հայ իրականության մեջ, հայ եզրաբանության մեջ, իմաստանիշների մեջ հայտնվեց քաղաքական բառը։ Ինչևէ, հիմա սա մեծ նորամուծություն է լինելու, այնպիսի նորամուծություն, որ հայերին չեն ճանաչելու Վիկտոր Համբարձումյանով, Շարլ Ազնավուրով կամ որևէ այլ հայտնի գործիչով, հայկական մոլիբդենի հանքերով կամ Էջմիածնի տաճարի հինավուրց տաճարներից մեկը լինելով եւ այլն եւ այլն։ Ինչպես Հայաստանի մասին խոսելիս ասում են, Աստված որպես դրախտավայր ընտրեց հայկական լեռնաշխարհը Հայաստանը, Աստված ընտրեց Նոյան Տապանի համար որպես հանգրվան, վերջնական հանգրվան Հայաստանը, Արարատյան լեռները, ինչպես ասում են, որ հայերը են ասում են, որ պետականորեն առաջինն են քրիստոնեություն ընդունել, այդպես էլ վաղը բոլորն ասելու են, իսկ հայերը մեզ տվել են բացարձակ ժողովրդավարություն։ Այսօր բանական ամեն հայ մարդ պիտի ամեն գործ մի կողմ դներ ու դրա մասին խոսեր։ Այնում այսօր քննարկում ենք առաջիկա ընտրությունների մեր վերաբերմունքի հարց եւ հիմնական մասի կարծիքն այն էր, որ եթե բացարձակ ժողովրդավարության համակարգը Հայաստանում չի գործում, այդ համանդրությունը չի ընդունվում։ Ընտրության գնալն անիմաստ է, ուրեմն բոլոր բանական ազնիվ, գրագետ, քաղաքակիրթ, նաեւ քրիստոնյա հայերը պիտի ասեն ամեն ինչ մի կողմ եք դնում, հենց հիմիկվանից զբաղվում եք այդ համանդրության ընդունմամբ եւ Հայաստանը դարձնում աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը։ Դա նաեւ անվտանգության հարց է, որովհետեւ աշխարհի քաղաքակիրթ դառնալը լրացուցիչ երաշխիք է բոլոր ազգերի համար։ Այսօր մենք մի փուլի մեջ մի փուլում ենք գտնվում, որտեղ ուժի մասին շատ են խոսում, իսկ բռնապետների ուզած ինչ է իրավունքը անտեսել եւ պատկերացնում եք Ամերիկայի պես երկրի ղեկավարը բռնապետ Ալիևին ընդունում է որպես մարդ։ Միշտ որպես մարդ պիտի հակակրանք զգաս։ Նույնիսկ եթե Լուկաշենկոյի պես քո հորդորը կատարում է բացեթողում քաղաքականավորներին, նա բռնապետ է։ Իսկ սա այս բանաձևը հետո հնարավորություն է տալու պետությունների մասին խոսելիս ոչ թե վերլուծություններ կատարել, թվեր է ստեղադրում, որքան մարդ է մասնակցել ընտրություններին, այդ մասնակցած մարդկանցից քանիսն են պարլամենտում ներկայացուցիչներ ունեցող, քանիսի ձայնն է անցել պարլամենտ, քանի տարով է ընտրվում այդ երկրի խորհրդարանը, վարչապետ ընտրովի է թե նշանակովի, ես բոլորը տեղադրում ես բանաձևի մեջ, դատավորներ ընտրովի են թե նշանակովի, տեղական ինքնակառավարման մարմինների կառույցները, ղեկավար կառույցները առանձին է ընտրվում համայնքապետը եւ համայնքի հավաքանին առանձին է ընտրվում, թե միասին է ընտրվում, քանի տարով են ընտրվում, ես բոլորը իրար է գումարվում եւ բանաձևում վերջում ստացվում է արդյունք։ Ամերիկան ունի, ըստ ամերիկյան մասնագետների իմ բանաձևը օգտագործելով հաշվեր են, ասում են Ամերիկան ունի 70%-անոց ժողովրդավարություն, ես կարծում եմ այնքան էլ ճիշտ չեն։ Իսկ Արգենտինան իրենց հաշվարկներով 75, զարմացած ու տխրած էին։ Հիմա ես ուզում եմ, որ մենք հայերս հասկանանք, որ սա ոչ միայն քաղաքակրթական ներդրում է, այլ սա մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստծո չկա Տեր, չկա ծառա, ասեն օլիգարխ ես, թե շարքային բանվոր Աստծո առաջ դու մարդ, որպես անհատ հավասար ես ներկայանում, կին ես, թե տղամարդ, նույնպես հավասար ես Աստծո առաջ, ինչ հավատի հետևորդ ես, ինչ ազգի ներկայացուցիչ ես, Աստծո առաջ հավասար ես, սա մենք առարկայորեն կյանքի ենք կոչում, այսօր այս խնդիրը 2000 տարի առաջված այդ գլխավոր բանաձևը քաղաքակրթական առաջին անգամ հնարավոր է դառնում Հայաստանում իրականացնել եւ Սերժ Սարգսյանը իր խամաճիկ Գագիկ Հարությունյանով, Նիկոլ Փաշինյանը իր խամաճիկներով դրանք կանգնած են քաղաքակրթական ներդրման առաջ։ Նրանք ոչ միայն հայ ժողովրդի թշնամին են, այլ մարդկության։ Ես սա պիտի ասեի
Պիտի ասե ես պարտավոր եմ ասել։ Բնական է, որ ինչ-որ բան շատ արագ է ստացվում, այսինքն մշակված չէ, ազատ խոսք է, բայց կարծում եմ բոլորը ընկալեցին, որ խոսքը վերաբերում է համամարտկային, քրիստոնեական, նաև քաղաքակրթական լինելով հանդերձ հատկապես քրիստոնեական գործի զարգացում։ Եվ Աստված թող օգնի մեզ ճիշտ ուղղորականներ։